Ողջույն։ Ժամանակի ընթացքում մարդկությանը հայտնի են դառնում այնպիսի վայրեր, որոնց գեղեցկությունը եւ առողջվածային լինելը անսահման է։ Եվ այս սոլովակում միասին կվայելենք հենց այդ վայրերից ամենասքանչելիների գեղեցկությունը։ Գնացինք։ Եվ մեր թոփը սկսում են Չինաստանում գտնվող Ժանյեդանսիայի գունավոր լեռները։ Դրանք գտնվում են Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսյու քաղաքում եւ հիմնականում կազմված են բազմագույն ավազաքարերից։ Այս լեռները համարվում են մարդկության խոշոր ժառանգություններից մեկը, եւ դրանց տարածքը կազմում է 510 կիլոմետր քառակուսի։ 2011 թվականին ստացավ ազգային գեոպարկ անվանումը։ Հաջորդ վայրը, որը ոչ պակաս գրավում է ամբողջ աշխարհի ուշադրությունը, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող Անտիլոպայի կիրճն է։ Այն իր անունը ստացել է ի շնորհիվ անտիլոպա կենդանու մորթու կարմրավուն գույնի։ Անտիլոպայի կիրճը չի համարվում ազգային այգի։ Դա հենց պատճառ է դառնում նրա, որ այնպիսի լայն ճանաչում ձեռք չի բերել, ինչպես օրինակ հսկայական կիրճը կամ Ռայսի կիրճը։ Կիրճի պատերը գրավում են բոլոր լուսանկարիչներին իրենց յուրօրինակ ձևի եւ արտասովոր գեղեցկություն ունեցող լուսային գամմայի շնորհիվ։ Խորհուրդ է տրվում այցելել այնտեղ գարնանը եւ աշնանը, քանի որ այդ ժամանակ արևի ճառագայթներն այնպես են ընկնում կիրճի խորքերը, որ տպավորություն է ստեղծվում, որ կիրճի մութ խորքերից պայծառ լույս է շողում։ Հարավային Ամերիկայում է գտնվում Ույունի անունով չորացած աղերիճը, որը բարձր է ծովի մակերևույթից 3650 մետր, իսկ տարածքը կազմում է 10588 կիլոմետր քառակուսի։ Այն աշխարհի ամենամեծ աղերիճն է։ Շուրջ 40,000 տարի առաջ այս տարածքը Մինչին լճի մի մասն էր կազմում։ Նրա չորանալուց հետո ներկայումս մնացել են Պոպո եւ Ուրու լճերը, ինչպես նաեւ երկու խոշոր աղուր՝ Սարդե Կոպայսա եւ Յարկե Ույունի։ Այդ տարածքում սպասաշրջիկության զարգացման պատճառով տեղի բնակիչները սկսեցին կառուցել աղի պատնեշներ, որտեղ հնարավոր է գիշերել։ Ամենագեղեցիկն այն է, որ երբ ջրի ամբողջ մակերևույթը պատվում է հաստ սառույցի շերտով, որը իդեպ լինում է շատ հաճախ, ստեղծում է հայլային արտացոլանք ամբողջ լճի մակերևույթով, որն իդեպ համարվում է աշխարհի ամենամեծ հայլը։ Մալդիվներում գտնվող Վաատխու կղզու ափերին կարծես թաղված լիներ աստղերի մի ամբողջ կույտ։ Այս երևույթը կոչվում է, կներեք, ես սա պետք է նայեմ, բիոլյումինսենցիա։ Այդ ժամանակ կենդանի բակտերիաները կարողանում են իրենց մեջ կլանել լույսի ճառագայթները եւ արտահանել դրանք։ Եվ երբ դրանք մտնում են ռեակցիայի մեջ ջրի հետ, ստեղծվում են այդպիսի կապույտ կետեր եւ ստեղծվում է այդպիսի գեղեցկություն։ Երբ ջրի կոնցենտրացիան հասնում է գագաթնակետին, չի թույլատրվում մտնել այդ ջուրը, քանի որ ջրում առաջանում են մարդու օրգանիզմի համար վնասակար տոքսիններ։ Եվ մեր թոփը իր տրամաբանական վերջնակետին է հասցնում Իսլանդիայում գտնվող Բյուրեղյա քարանձավը։ Այս քարանձավն առաջացել է ջրի եւ օդի առանձնահատուկ շարժումներից։ Երբ սառույցի այլվող ջրերը լցվում են քարանձավի վերևը պատող սառցադաշտի ճեղքերի մեջ, որոշ ժամանակ անց այդ ճեղքերն ընդունում են ավելի հարթ եւ կորձև եւ ստեղծվում է այդպիսի գեղեցիկ երև։ Խորհուրդ չի տրվում այդ քարանձավը այսրել ամռանը, քանի որ ամռանը այդ քարանձավը գտնվում է ակտիվ շարժման մեջ եւ ամեն րոպե կարող է կործանվել։ Ահա եւ վերջ այսքան էր իմ այսօրվա պատրաստած ձեր համար թոփ, եւ հուսում եմ այս գեղեցիկ հոլովակը մի քանի րոպեով ձեզ կարողացավ շահել Երևանյան տապից։ Այնպես որ եթե ձեզ այս հոլովակը դուր եկավ, ապա հավանեք այն եւ թողեք ձեր մեկնաբանությունը։ Ցույց տվեք այս հոլովակը ձեր ընկերներին, իսկ մենք կհանդիպենք իմ հաջորդ հոլովակում։ Մնացեք բարով, հաջողություն։